իշխանություններն են։ Նման բոլոր դեպքերը պիտի կանխվեն։ Բայց կարծիքներ հայտնել, հիմա ենթադրություններ անել տվյալ դեպքի մասին ճիշտ չեմ համարում եւ կոռեկտ չեմ համարում։ Բոլորիս համար հստակ է թե ինչ գործընթաց Իմ ընկերն է, հիմա էլ իմ ընկերն է։ Նաև դրանով է պայմանավորված, որ մենք հայտարարել ենք, որ process-ը խորհրդային կլցնենք, ըստ այդմ նաև կհայնացնենք նաև մարդկանց ստորագրությունները այն դեպքում, շատ հանգիստ եք։ որ մեր համար արդեն հստակ լինի, որ այդ ձայները ոչ թե Պարոն Համբարձումյան, գուցե դուք խոսել եք իմպիչմենթի մասին, բայց ինչպես գիտեք, շատ կարևոր է, որ մյուս ընդդիմադիրները եւս միանան այս process-ին։ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ ինքը շատ պրագմատիկ մարդ է եւ գտնում է, որ ճիշտ չի իմպիչմենթը, որովհետեւ այդ process-ը բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը եւս 6 ամիս որևէ բան չանի։ Դուք համաձայն եք այս դիրքորոշման հետ, թե չէ։ Ոչ, համաձայն չեմ ասել։ Ինչ ենք մենք ասում։ Իմպիչմենտի գործընթացը մենք նախաձեռնել ենք եւ իմպիչմենտի անվստահություն հայտնելու process-ը մտնելու ազգային ժողով միշտ ասել ենք 54 падգամավորի ստորագրության դեպքում։ Հետևաբար ես չգիտեմ քաղաքական ուժերը ինչ կարծիքներ են հայտնում։ Լավ պարապ մնալուց լավ չի։ Այդ 6 ամիսը որ պարապ մնան քաղաքական ընդդիմադիրները, պարապ մնալուց լավ չի, այն process-ը որը նախաձեռնել ենք։ Բերեք մի բան անենք, հետո ասենք, արդյունքը լավը կլինի, թե վատը կլինի։ Ոչ մի բան չանելով ասում ենք, գիտեք ինչ, բերեք չանենք։ Սրա մասին է ամբողջը։ Մենք ինչ ենք ասում ենք, հարգելի ընդդիմադիրներ, միավորվեք, արեք միավորվենք, այս ժողովուրդն էլ տենա, որ ընդդիմադիրները միավորվել են եւ process-ը իրականանում։ Եթե ընդդիմությունը չի միավորվում, պարապ նստած կարծիքներ հայտնելով, չգիտեմ, դե ընտրությունների են սպասում, մենք չենք սպասում։ Հետևաբար կարծիքներ բերեք չհայտնենք, չասենք, որ process-ը որտեղ կհասնի։ Եվ չեմ էլ ուզում որևիցե ընդդիմադիրի ասածը քննարկեմ։ Ես ասում եմ, բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե իրանք ռեալ ընդդիմադիր ուժեր են, պիտի միավորվեն։ Այսօր կա այս գործիքը, համանadrությամբ նախատեսված գործիքը, իմպիչմենտը, վերեք անենք, չենք անում ու կարծիքներ ենք հայտնում, ասում են գիտեք ինչ կա, էսի կստացվի, ենի չի ստացվի, ԿՊ-ն կմիանա, չի միանա, դուք հələ միավորվեք ընդդիմադիրներով, նոր ԿՊ-ի մասին խոսեք, էս է ամբողջը։ Ուղղակի ենք ասում են լուրջ չի հիմա դա անել։ Լուրջ բա, պարապ նստելը, հարց, ես էլ ձեզ եմ հարց տալի, պարապ նստելն է լուրջ, թե կոմենտ գրելն է լուրջ, թե ֆեյք տելեգրամյան ալիքներով մարդկանց հայոյելն է լուրջ, մեռանք ասելով ժողովուրդ ջան, ես հայելու, չգիտեմ, մշակույթը պետքա կուլտուրան հանել, չի կարելի ֆեյքերին խոտ տալ, իդեպ ձեզ ասեմ, այդ կուլտուրան նաև մտածա ընդդիմադիր դաշտի գործունեության մեջ, սա մենակ իշխանականներին չի վերաբերվում, նաև վերաբերվում է ընդդիմադիրներին, ընկերներ, մի հայոյեք որևիցե մեկի նախաձեռնությունը մի փչացրեք, որևիցե մեկի հայտարարությունը մի սարքեք, եսիմինչ մի վիրավորեք մարդկանց։ Եթե դուք առողջ քաղաքականությամբ եք զբաղվում, եթե դուք զբաղված եք ավանտյուրայով, արեք ասեք դուք ավանտյուրիստներ եք, մենք էլ ասենք ընկերներ դուրս արեք այս քաղաքական դաշտից, հերիքա մարդկանց հայոյեք։ Էս է իմ ասածը։